Ազատ է արձակվել Բաքվում ավելի վաղ ձերբակալված Սպուտնիկ Ադրբեջանի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ավելի ուշ հաղորդվել է, որ Կարտավիխի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Մոսկվան էլ ազատ է արձակել Ռուսաստանում ձերբակալված ադրբեջանի քաղաքացիներից մեկին։ Այդ հարցով բանակցությունները հիմնականում տեղի են ունեցել նախագահների օգնականների մակարդակով։ Վերջնական որոշումը կայացվել է Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի հանդիպման նախօրեին։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են հոկտեմբերի 9-ին Տաջիկստանում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։ Կողմերն անդրադարձել են անցած տարի ադրբեջանական ավիաուղիների Բաքվից Գրոզնի մեկնող ինքնաթիռի վթարին, որի հետևանքով 38 մարդ էր զոհվել։ Պուտինն ընդունել է, որ ինքնաթիռը կործանվել է ռուսական հոփրթիռների բեկորներից։ Նախագահները քննարկել են նաև երկու երկրում ձերբակալված իրենց քաղաքացիների հարցը։ Մեկնաբանելով Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները Պուտինը հայտարարել է, չի կարծում, որ միջպետական երկկողմ հարաբերություններում ճգնաժամ է եղել։ Կրեմլի ղեկավարը նշել է, որ ուղղակի պետք չէ տրվել զգացմունքներին։ Նա հույս է հայտնել, որ Բաքվի հետ հարաբերություններում նոր էջ է բացվել։ Գազայում պաշտոնապես հրադադար է հայտարարում են Իսրայելը եւ Համասը։ ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտնել է, որ ՑՀԼ վերջացրել է դեպի համաձայնեցված գծեր զորքերի հետ քաշման առաջին փուլը։ Իսրայելը նաեւ թույլ է տվել Գազայի հատվածի բնակիչներին երկու միջանցքով շարժվել հարավից հյուսիս։ Ըստ ամերիկյան նախաձեռնության Համասը 72 ժամվա ընթացքում կվերադարձնի հոկտեմբերի 7-ին առևանգված պատանդներին։ Իսրայելն էլ կազատի բանտերում պահվող հարյուրավոր պաղեստինցիների։ Թրամփը տեղեկացրել է, որ առաջիկայում ԱՄՆ ներկայացուցիչները, այդ թվում ինքը, կմեկնեն Եգիպտոս, Իսրայելի եւ Համասի միջև համաձայնագրի ստորագրման համար։ Համասի բանակցային խմբի ղեկավար Խալիլ Ալ-Հայան հայտարարել է, որ Վաշինգտոնից եւ մյուս միջնորդներից երաշխիքներ են ստացել, որ պատերազմը վերջնականապես ավարտվել է։ Բենյամին Նեթանյահուն վստահեցրել է, որ հավատարիմ են կարգավորման ծրագրին։ Եթե դա հնարավոր լինի իրականացնել խաղաղ ճանապարհով, հրաշալի է, եթե ոչ ուժ կգործադրենք, նախազգուշացրել է Նեթանյահուն։ Նա կրկնել է, Համասը պետք է զինաթափվի, Գազան ապառազմականացվի։ Վարչապետի խոսքով ՑՀԼ կմնա Գազայում շարունակելու Համասի վրա ճնշումը։ Իսրայելի կառավարությունը հոկտեմբերի 10-ի գիշերը հաստատել է Գազայից պատանդներին վերադարձնելու ծրագիրը։ Նախարարների մեծ մասն աջակցել է գործարքին, սակայն ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրը եւ այլ պաշտոնյաներ դեմ են քվեարկել, խոստացել խափանել կառավարության աշխատանքը, եթե Համասը չոչնչացվի։ Մոսկվան դրական է գնահատում Ալյասկայում Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքները եւ ռուս-ուկրաինական կարգավորման ճանապարհին կհետևի դրանց, ԱՊՀ գագաթնաժողովում հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Միևնույն ժամանակ Կրեմլից նշել են, որ Կիևի հետ հաղորդակցությունն առայժմ սառեցված է։ Մինչ այդ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային դաշնության ՊՆ ձևակերպմամբ, դա պատասխանն է Կիևի ահաբեկչական հարձակումներին։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով գիշերը Ռուսաստանն արձակել է ավելի քան 450 ԱԹՍ եւ 30 հրթիռ, կան զոհեր եւ վիրավորներ։ Աշխատանքներ են տարվում երկրի տարբեր շրջաններում էլեկտրա եւ ջրամատակարարումը ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։ ԱՄՆ նախագահը կրկին խոստացել է մեծացնել ճնշումը հանուն խաղաղության։ Նա չի բացառել, որ կխստացնի հակառուսական պատժամիջոցները։ Կողմերը շուտով կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, վստահեցրել է Թրամփը։ Մոսկվան Իսրայելից ազդանշաններ է ստանում, որ հրեական պետությունը հետաքրքրված չէ Իրանի հետ առճակատման շարունակմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Վլադիմիր Պուտինի խոսքով Իսրայելի իշխանությունը խնդրել է փոխանցել Թեհրանին, որ հանձնառու են նպաստելու երկկողմ կարգավորմանը։ Իրանին է անդրադարձել Դոնալդ Թրամփը, նրա խոսքով Վաշինգտոնն աշխատելու է Թեհրանի հետ եւ հուսով է, որ Իրանը կբարգավաճի չնայած խիստ պատժամիջոցներին։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի, Թեհրանը պատրաստ է գործարքի։ Թրամփը կրկին կարծիք է հայտնել, որ իրանական միջուկային օբյեկտներին վերջին հարվածներն անհրաժեշտություն էին թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել եւ ստիպելու գնալ խաղաղության։ Խաղաղության Նոբելյան մրցանակին է արժանացել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն, ըստ Նոբելյան կոմիտեի նա համախմբել է իր երկրի ընդդիմությունը, պայքարել Վենեսուելայի հասարակության իրավունքների համար եւ աջակցել բռնապետությունից ժողովրդավարության խաղաղանցմանը։ Նշվում է, որ կոմիտեն հաշվի է առել միայն մինչև 2025 թվականի հունվարի 31-ն առաջարկված անձանց թեկնածությունը, ավելի ուշ ներկայացված թեկնածությունները կդիտարկվեն հաջորդ տարի։ Մինչ այս մի շարք երկրներ դիմել էին Նոբելյան մրցանակին ԱՄՆ նախագահին առաջադրելու համար։ Սպիտակ տունը եւս այդ հարցով ակտիվ արշավ է վարել։ Սպիտակ տունը հայտարարել է, որ չնայած կոմիտեի որոշմանը Թրամփը կշարունակի խաղաղության համաձայնագրեր կնքել եւ լուծել հակամարտությունները։ Թալիբները մեղադրել են Պակիստանին Աֆղանստանի օդային տարածքը եւ Քաբուլի ինքնիշխանությունը խախտելու համար։ Երկրի ՊՆ տվյալով պակիստանյան ուժերը ռմբակոծել են Պակտիկա նահանգի սահմանային տարածքում գտնվող շուկան։ Գերատեսչությունը աննախադեպ եւ նողկալի է որակել միջադեպը։ Իրավիճակը սրվել է Քաբուլի կենտրոնում 2 հզոր պայթյունից հետո, նաեւ չհաստատված տեղեկություններ կան, որ սահմանին բախումներ են եղել, ինչի հետևանքով պակիստանցի 11 զինվոր է զոհվել։ Թալիբները հորդորել են Պակիստանին խաղեր չխաղալ Աֆղանստանի հետ, ընդգծել ցանկանում են լավ
հարաբերություններ ունենալ Պակիստանի հետ, բայց այդ ցանկությունը չի կարող միակողմանի լինել։ Այս դեպքերը տեղի են ունենում երկու երկրի հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Պակիստանը մեղադրում է թալիբներին Իսլամաբադի համար անցանկալի զինված խմբավորումներին Աֆղանստանում տեղ տալու համար։ Դիանա Գասպարյան, լուրեր։